Ժողովուրդ մայիսի 18-ին ժամը 7:30 եկեք սաղդ Grand Stage Stand Up and Jazz Կարոս Սարաքյան եւ Արմեն Բաբասյան եւ իհարկե ձեր խոնարհ տառան եթե ուզում եք լավ ժամանակ անցկացնեք լավ օր ունենաք մոռացեք ձեր բոլոր խնդիրները տոմսերը թիկետ մի գերում առը գիտեք մի քիչ իրար ուրախանակ ինչ եք նստել դուրակ քեզ բա Take a lapse, of an empty lapse. Darling, you will never go again. Hello, darling, this is Louis. Darling, it's so nice to have you back where you belong. You're looking swell, darling, I can tell. Darling, you're still glowing, you're still going slow. I feel the room swing while the band plays our old favorite song we can bear. So take your reps, find an empty lap, darling, we'll never go away again. Я не знаю, зачем и кому это нужно. Кто послал их на смерть не дрожавшей рукой. Только так беспощадно зло и не нужно опустили их в последний покой. Осторожные зрители молча кутались в шубы, и какая-то женщина с искаженным лицом целовала покойника в посиневшие губы и швырнула в священника обручальным кольцом. Բարևձեզ։ Այսօր ուրախ եթեր արնելու հասկացաք արդեն։ Մայիսին եք տոնում սիրելիներս։ Հիշում եմ Պապիկս շատ էր ուրախանում այդ տոնի համար, սպասում էր երբ պետք է իրան վայեն կամատից նվեր բերեն, նվեր որն է, ինչ-որ մի թղթի կտոր էին բերում, որը որ շնորհակալագիր էր, նա շատ լուրջ էր վերաբերում այդ ամեն ինչին, մենք էլ էինք ուրախանում պապի համար։ Այն մյուս պապին չվերադարձավ, չեմ տեսել, չվերադարձավ պատերազմից, մահացավ Կրասնոդարում։ Իսկ ես մեկը, որը որ ողջ մնաց Կերտ, Ստալինգրադ ամենաայլանդակ տեղերը անցել էր և հիշում եմ վետերանների խանութ կար Խորհրդային Միությունում, ընդեղ ծախում էին մեռելի կոստյումներ, սև գույնի կոստյումներ էին, պապիս ասում էր, տես Յոժիկ ջան, ես որ մեռնեմ այս կոստյումը կհագցնեք, ասում ենք ինչի պապի դու ուրիշ կոստյում էլ ունես, կատակ էր անում մարդը, այդքան անշնորհակալ կեղտոտ պետություն ոնց որ սովետական միությունն է, ես չեմ հիշում, որովհետև երբ որ տեսնում ես ստեղ ոնց են ապրում վետերանները, ինչպիսի մեծարում իրենց Վիետնամի պատերազմի եւ այլն կա հատուկ օր կա վետերանների օր, որ իրենք հպարտ այսպես մեդալները հագնում են իրենց, գնում են, այդ օրը զեղչեր կան, բաներ կան, մի խոսքով Եվ հիշում եմ մեր խեղճուկ վետերաններին, խեղճուկրակ, պապիս, որը որ թոշակով էր ապրում, եթե մենք ապահոված ընտանիք չլնենք, նա իհարկե 80-ականներին իր մահով չէր մեռնի։ Փառք Աստծո, որ չտեսավ այս այլանդակությունը, ինչ որ հիմա կատարվում է։ Ես հիմա չեմ նստի եւ ռևիզիայի ենթարկեմ պատմությունը, դա ինձ իսկապես չի հետաքրքրում։ Գիտեք, հիասթափությունից հետո աչքերդ բացվում է, բայց փակվում է սիրտդ։ Չգիտեմ խոսքերն է, բայց ճիշտ են ասել։ Եվ մայիսի 9-ը իսկապես տոն էր մեզ համար, իսկ հիմա դարդուցավ եւ հենց այդպես հատուկ էր երևի թե արեցին, որ մայիսի 9-ին Շուշին հանձնեցին եւ այլն։ Եվ այդ որպեսզի մենք չուրախանանք այսօր, իրականում իսկապես ուրախանալու բան չկա առանձնապես։ Հիմա մեկ ասում են, եթե մեր պապերը չկռվեին, եթե այսպես լիներ, գիտեք ինչքան վատ կլիներ, կամ ասում են գիտեք ինչքան լավ կլիներ։ Գիտեք, այդ եթեները պատմության մեջ չեն աշխատում ուղղակի։ Փաստը մնացել է փաստ եւ մնացել է ընդհանրապես մի քանի վետերան։ Մի քանի հոգի կա Լոռու մարզում, նոր լսեցի Մարուքյանի ալիքով, մի քանի հոգի կա այլ, մարզերում պարզը Երևանում է կլինի 3-4 հոգի։ Եվ իրենք խեղճուկրակ, իրենց ողորմելի թոշակներով ապրում են,
շուտով իրանք էլ չեն լինի 3-4 տարի հետո կմնան միայն թորներն շուտով կգնան, կպես չի որ 100 տարի ենք ապրելու եւ կմոռացվի այս ամեն ինչը, ինչպես մի մղձավանջային մի երազ։ Ինչու մղձավանջային, որովհետև այսօրվա Ռուսաստանը այդ տոնը ուղղակի փչացրեց, Պուտինը փչացրեց ամեն ինչ։ Միացրեց այդ վետերաններին, նաև Ուկրաինայի մարդասպաններին, ովքեր որ գնում են Ուկրաինա երեխաներին բռնաբարելու եւ սպանելու։ Այս այլանդակ մի պատերազմի վետերաններին, որոնք որ բաղկացած են ալկոհոլիկներից, մեծ մասը, զգալի մասը բաներից, կալանավորներից, որոնք որ ոչ մի արժեք չունեն եւ երբ որ գնում սատկում են իրանց ընտանիքները ուրախանում են, որով իրենց լվացքի մեքենա են տալի կամ Մոսկվիչ մակնիշի մի մեքենա, որով ուրիշ էլ խեր չկա իրանցից, եւ սա օլիգարխների կռիվ է, ինչպես ասում է Պրիգոժինը, որին էլի սատկացրեցին, որ պատերվակ այն է, որ Ուկրաինան ուզում է դառնալ ՆԱՏՕ-ի երկիր, այսպես ասած դրա համար ենք մենք պատերազմում, բայց ծիծաղելի է ամբողջ մեր Բալտիկան, ամբողջ Ռուսաստանի երկայնքով, ամբողջ Թուրքիայով, բանով սա ՆԱՏՕ-ի երկիր են։ Բայց չգիտես թե ինչի է Ուկրաինան չպիտի դառնա ՆԱՏՕ-ի երկիր, ոչ պիտի չի հետարքում թքել եմ իրանց վրա էլ բոլորին։ Եվ այդ տոնը ներեցեք ոսկեղենիկ հայերենից համար գարլխվեց, այսպես ասած, փչացավ նաև Շուշիի հանձմամբ։ Հիմա ոչ մի հայ չի ուրախանում դրանով, այդ տոնով։ Ну, կան իհարկե մարդիկ, իհարկե կան, որոնք որ քաղաքական նկատառումներով են ուրախանում, այնքան որ Մոսկվային ցույց տան, տեսեք, բայց Մոսկվան, ես Կրեմլը նկատի ունեմ, անշնորհակալ խոզեր են ժողովուրդ։ Եթե խոզ եւ անշնորհակալ չլինեն, կհիշեն մեր 4 մարշալին, մեր 105 խորհրդային միության հերոսներին, կհիշեին, որ մենք պատերազմ չենք ունեցել մեր հողի վրա, բայց 300,000 հայորդի չվերադարձավ պատերազմից։ Իսկ մենք մազապուրց եղած ժողովուրդ էինք, նոր էինք, պես դուրս եկել ցեղասպանությունից, ցեղասպանված այն երեխեք, ովքեր որ չմորթվեցին Թուրքի ձեռից, գնացին եւ մահացան եւ զոհվեցին հանուն խորհրդային միության։ Շնորհակալությունը մենք հիմա տեսնում ենք, նվաստացած, փոքր, այսպես ողորմելի վիճակում մի հանրապետություն ենք, հիմա եկեք չմեղադրենք իրար, մենք մեղավոր ենք, շատ մեղավոր ենք այս 30 տարվա ընթացքում սխալ ապրածների համար, մեղավոր ենք, որ չկարողացանք դաստիարակել, ստեղծել մի այնպիսի էլիտա, որը որ կփոխարիներ այն գող ու ավազակներին եւ բերեցինք այս սարսափելի իշխանությունը, որը որ պատոհաս էր մեր գլխին։ Շատ բաներում ենք մեղավոր, բայց գիտեք ինչ, եկեք այսօր ինքնախարազանման նոպայից դուրս գանք եւ հասկանանք, որ մեր դաշնակիցը խոզ է, ժողովուրդ, խոզ։ Եվ բանի մեջ, քաղաքականության մեջ այդ կատեգորիաները չեն աշխատում, մենք դա պիտի հասկանանք։ Ես կարող եմ դա չհասկանալ ուղղակի որպես հայրենական պատերազմում զոհվածի թոռ կամ դերասան, կամ ուղղակի քաղաքացի կարող եմ չհասկանալ։ Բայց որ պետական այրերը դա չեն հասկանում, դա սարսափելի է։ Որ պետական այրերն ռոմանտիկ եւ իրենց թվում է, որ հիմա կարմիր հրապարակում նկարվելով, իրանց քաչալ գլխներով, բան տենց, ես Մանրանի Թևանյանին տեսանոր, շատ լուրջ նկարվում էր տենց ուրախ, տենց արցունքները, Անդանի ջան չեն գնահատելու մեկա, չեն գնահատելու։ Եվ ոչ միայն դա չէ, ընդհանրապես քաղաքականության մեջ գնահատվում է միայն ուժը։ Դու դա ինձանից լավ գիտեք, համ Հայաստան դաշինքը, համ Լուսավոր Հայաստանը, համ մնացածը, համ Փաշինյանի է դաշինքը, չգիտեմ ոնց է կոչվում ԿՊՎ, եւ այլ քաղաքականության մեջ գնահատվում է միայն ուժը, ուժեղ լինելու համար հիմա չասեմ ինչ է պետք լինել։ Բայց մենք տես դիշովկայի նման իր այդ կռվելով բան եւ այլն, ու հիմա տես մայիսին ենք տոնում, գիտեք են մեղրելը դրած սեղանիդ
ուզում ես անպայման հարսանիք անես, բայց չի ստացվում։ Եվ կսկից կա սրտումդ եւ արունդ պղտորա եւ դառնացած ես այնպես ինչպես Թումանյանն էր ասում, տշած խիարի պես դառնացած ես ամեն ինչից, որովհետեւ ժամանակին երկու բոլզի տղա ներեցեք Ստալինը եւ Գիտլերը որոշեցին աշխարհը կիսել այնպես ինչպես Պուտինն է այսօր որոշել, ուղղակի պատից ընկել որոշել են, որ պիտի կիսեն աշխարհը, բայց մենք գիտենք, որ ոչ մի բռնապետություն երկար չի ձգում, Գերմանիան ձգեց 10 տարի ընդամենը, հետո ինչ եղավ գիտենք, Ստալինյան Ռուսաստանը ձգեց 70 տարի, այս Ռուսաստանն էլ է քանդվելու, ժողովուրդ քանդվելու է մի օր, ես կարող եմ չտեսնեմ, բայց քանդվելու է, խելքներդ հավաքեք գլուխներդ, հասկացեք, որ մենք ապագա չունենք, մենք Ռուսաստանի հետ ապագա չունենք մենք, լավ է, վատ է, ոնց է, իմ ասում են, բայց չէ, մենք ուզած չուզած պիտի լինենք, ուզած չուզածս որն է, ուզած չուզածը, որ Փաշինյանի նման 60% կողեց Ռուսաստանի տակ, դե ուզած չուզած չունենք, և ինչ-որ հիմար ռևերանսներ անեց բանի արևմուտքի դեմ, հա, որ մենք մի տեսեք, մենք օրենք ենք ընդունել, մտնիլտ ենք բան, ոնց է այդ, Եվրո, դաշինք բան և այլն, Եվրոպա, Էնամ 2-3 ամիսը ընդունել են այդ օրենքը, մի քայլ արել են, մի հատ կեչը, կես գործարան, դիվերսիֆիկացիա արել են արևմուտքից, ոչ, Հավայի խոսեն, Հավայի, բուրև ստականի, այնքան որ, և հիմա տոնում ենք, այդ, в общем, նոյեմբերը, ինչն է հիմա, մայիսի 9-ը, իհարկե փառք ու պատիվ են խեղճ մարդկանց, ովքեր որ գնացին և զոհվեցին և այն մի քանի բուռ, մի երկու բուռ վետերաններին, որ մնացել են, եկեք հենց անեն, որ իրանք աջանավայել գնան այս աշխարհից։ Քիչ է մնացել։ Իրանք մեղ չունեն, որ անասուն տեղ են ծնվել։ Իրանք մեղ չունեն, որ իրանք հաղթած են։ Իսկ Գերմանիայի պարտված ֆաշիստը Մերսեդեսով է քշում։ Ես հիշում եմ, երբ որ Գորբաչով այդ պերեստրոյկա այդ զահրումարը որ արեց եւ մեր ժողովուրդը սկսեց գնալ աշխարհ տեսնել, աչքերը բացեց, տեսավ թե ոնց է ապրում աշխարհը, ոնց է ապրում արևմուտքը եւ հետո հարցեր սկսեց տալ։ Իսկ ինչու ենք մենք քաքի մեջ, ինչու մենք հաղթած ենք։ Մենք Բերլինում քոչարի ենք բարել, Բարեց սասուրեն ողջ աշխարհը զարմացավ, որև անասուն ենք, դրա համար զարմացավ, բարեցինք, հանուն ինչի, մամեղ չէին այդ մարդիկը, ոչ, լավ, եկեք ռևիզիայի չի ենթարկենք պատմություն, ունենք այն ինչ որ ունենք, բա իմ պապը, ասում եք, նորմալ ապրում էր մարդը, բան իրա համար ասենք հանգիստ, բան ունեք ինչի պիտի ինքը, ասենք Գերմանիայի վետերանի նման չապրեր, չէ որ նա ֆաշիստ է Գերմանիայի վետերանը և պարտվել է, թեկուզ GDR-ի այդ մասը որ կար, նորմալ ճանապարհներ, նորմալ կրթություն, արտոնյալ բժշկություն, իսկ մենք չիրնաժոպի էինք, չիրնաժոպի էլ մնացինք, իհարկե մեր մեղն էլ կա, բան չեմ ասում, բայց հիմա չընդունել, որ Ռուսաստանի ղեկավարը և Կրեմլը մարդասպանների մի օղակ է և հույս ունենալ, որ ինչ-որ բան կարող ենք հետները, ինչ-որ տենց պայմանավորվել կամ մի բան ես չգիտեմ, քաղաքական գործիչները դուք եք չուզող, ես ըլնեմ, արեք ես երգիրը պրգվի, արեք։ Սա, գիտեք ինչն է, են ոնց ասեմ, մի անենց վիճակ է, որ ես չեմ կարող ուղղակի բացատրել, ես նախանձում եմ ստեի ժողովուրդին, գիտեք չէ, տանձներ ինչի, Thanksgiving բան, տես բաներ են անում, բան, ինչ մայիսի ինչ է, խաբար չեն, վաբշե, ես եմ տեսել, չէ, պապիս հիշում եմ,
չէ, ոնց էր։ Գիտեք ինչ բաներ, ինչ հուզիչ էր, որ ինքը սպասում էր այդ մայիսին, պետք է военкоматից է, Յոժիկ ջան, военкоматից եկան։ Ինձ գրամատա են տվել Ստալինգրադի համար, Ստալինգրադի հիմա մի 6 հատ մեդալներ, այդ գրամատաները որ պետք էր իրան։ Մի Զապարոժես չհասավ պապիս, թքեմ էր էսներին ես դրանց։ Հիմա կանգնել են, Կրեմլի են, մերելի գերեզմանի վրա կանգնել են անասունի նման բոլորը։ Զորքն էլ գնում է, մարդասպանների զորքը, երեխա շինողների զորքը, քաղաք քանդողների, ընտանիք պղծողների զորքը անցնում է։ Ռուսաստանի դրոշների տակ, նրանք էլ ուրախանում են կանգնած, թքեմ երեսներից, ինչ հեռու է այս ամեն ինչը բարոյականությունից, ինչ հեռու է այս ամենը մարդասիրությունից ընդհանրապես, և ինչքան մեղք ենք մենք իսկապես նայում ես ասում ես, և դրանից հետո խելք չհավաքես, և դրանից հետո բռունցք չդառնաս, որ դիմակայես այդ ամեն ինչին, և դրանից հետո չունենաս ոչ կրթություն, ոչ պատմություն, պատմական գրքեր, ոչ մարդավարի բանը, ոչ մի բան չունենաս, ու սպասես, որ ինչ-որ մեկը տենց, որ մենք 4 մարշալ տվեցինք, մենք այդքան զոհվեցինք ու մեզ ոչինչ, առհա մեզ ոչինչ չի հասնելու երբեք, որով մենք ինքներս մեզ չենք սիրում, որով մենք ինքներս ենք իրար ուտում, որով մենք ինքներս այդքան այդ եկա ակադեմիան արա մի հատ դասագիր գրեք, որտեղ որ ճիշտ, որտեղ որ լինի ճշմարտություն գրած, ինչ երեխեի վերջո։ Լավ, ինչ ասեմ, Աստված պահի այդ խեղճ մարդկանց, ովքեր որ խեղված վերադարձան 80 տարի առաջ այդ պատերազմից, և բոլոր նրանց, ովքեր որ զոհվեցին, այսօր մի բաժակ խմենք, նրանց հիշատակին մեղք էին, շատ մեղք էին։ Ու ինչ լավ է, որ իրանք չտեսան այս պորնոգրաֆիան, որ այսօր լինում է։ Ինչ լավ է, որովհետև ես պապիս մասին գրել եմ Սիրոժիկի մեջ, իմ գրքի մեջ, որովհետև Հայաստանում չի տպվեց, Ռուսաստանում տպվեց, Հայաստանում մի քանի օրինակ կա շուտ ծախվեց, չգիտեմ, Հայաստանում կտպեն թե ոչ, թե ոնց ես ու պապիս պետք է գնայինք մայիսի 9-ի շքերթին, ոնց իրան չթողեցին, որովհետև նա կոլեկտիվի անունից չէր գնացել։ Եվ ինչ-որ մի հատ քնձր միլիցիոներ ասում էր, դե հայրիկ ջան, դու կոլեկտիվի անունից պետք է դες, մալ այդ իմ հաղթանակն է, հասկանում ես, это моя победа։ Ես ուզում եմ գնամ հրապարակ, չի ասում, կոլեկտիվի անուն, ասում, կոլեկտիվս, ասում, իմ վաշտը սաղ զոհվել է, ո՞րդ ես բերեմ տղա ջան իմ կոլեկտիվը, թող գնամ, չթողեցին գնա պարատ պապս, արա, միլիցեքը չթողեցին պապս գնա պարատ, որև կոլեկտիվի անունից պետք է գնար, ընդեղ գրած է, շատ հուզիչ պատմություն է, հետո իշում եկավ տուն է, որ բանը տատս բացեց, նա տեսավ, որ շմեկել ենք հետ, պապիս մոտեցավ հերոսացույցին, որտեղ ասում են, և հրապարակ են մտնում մեր զինվորներ, զարում է, պապա, սենց թքեց էկրանին ու գնաց իրասենյակում պակվեց։ Յախք, լավ, ինչ ասեմ, շնորհավոր ձեր մայիսին, ժողովուրդ ջան, շնորհավոր եմ, Ասկի գիտեք նենց տխուր եթերա, որ ասկի չեմ էդ ուրախ կարում ասեմ, դե եկեք ամցի 18-ին ներկայացմանս բան, թիկետ միկետում տոմսերը ծախվել եմ։ Սիրտ չունեմ ժողովուրդ ջան։ Այսօր միշտ շատ վատ եմ զգում ինձ, միշտ սարսափելի 44 օրվա պատերազմից հետո սարսափելի վատ եմ զգում ինձ։ Առաջ էլի բան չէ։ Կնոպկին ուրա, հաջող։